Ուրեմն պարոն Մելիք-Սարգսյան, ես երեկոր ցեզի տեսա համերգի ժամանակ շատ ուրախացա, այդ որ եկել էիք, վաղուց կսպասեի, որ Ամերիկայից ես Գորգիեի մասին անպայման կուզեի ես հաղորդումը նկարեի, ու հիմի ես կուզեի նա իմանայի, դուք եկել եք մնաք, թե ելի պետք է շտակ, որովհետև գիտեք ինչ, մեր ժողովուրդը շատ կարիք ունի սպես զրույցների։ Կուզենայի մենք մեր այս ֆորմատը նայենք Սիգին Ճղկյանի, եթե հնարավոր է շարունակենք։ Մեծ հաճույքով։ Բացի դորից, այս մի շաբաթ է, երկու շաբաթ է ստեղ Գուրջիևի օրեր էին, սեմ որ իմանան, կոնցերտը համասաբույց ցույց կտամ, ինչ պլաններ ունիք դուք այս Գուրջիևի հետ կապված ու ինչով կարող եմ ես ցեզ ինչ որ օգնեմ, աջակցեմ։ Շարունակություն այդ խոսքերի համար, ձեր խոսքերն ու աջակցությունը կլինի Գյուրջիևի վերաբերյալ գիտական եւ մեր արդեն մշակված տեղեկատվությունը, ձեզ ասեմ մի լավ բառ, իմիջիայլոց ձեր աշխատանքի գնահատականն է, հանրահռչակետ։ Էդիկ ես կրնամ։ Ամենակարևորն է։ Գիտեմ դու։ Ներողություն, տեսեք Գյուրջիևի որ գերեզմանի մասին խոսացինք, բայց եթե մի լավ բան կար ու աշխարհը չգիտի դրա մասին, չի հանրահռչակվի, չի ներկայացվի աշխարհին։ Հենց դա իմ նպատակս ինչի եմ ասում, ես մասնագիտությամբ սավսեմ ուրիշ մարդ եմ։ Հիմա ասեմ ձեզ, իմ վերջի 20-25 տարվա գործունեության մեջ այն բոլոր ուսումնասիրությունները, փնտրտուքները, արխիվային նյութերով քիչ առաջ ասեցի, որ գտել եմ արխիվային նյութերով, առաջինը Գյուրջիևագիտության մեջ, թե որտեղ է ծնվել տունը, որտեղ է Գյուրջիևի։ Փողոցով 5 քարտեզ ունեմ, միակ ես ունեմ, մեր մեծ ճարտարապետ պարոն Եղոյանի շնորհիվ որ տրվել էր, արխիվային փաստաթղթեր կա, ես ցույց կտամ նկարներով, այդ հունական թաղամասով ասում եմ, վերին գրած էր կվարտալ նոմեր 35։ Ես նախամից իմիջիայլոց Մադինադարանում եւ պետական արխիվում այդ փնտրտուքի ժամանակ բաղավել եմ, ասի գտա, շատ մարդիկ իմ ճանաչելով ասին սով եմ սա գիտնական է, ես ինչ գտա ասեցին, ասի թե Գյուրջիևների տունը հունական թաղամասում, որ կվարտալի վրա պիտի լինի։ Հասկանում եք, ինքը տեսեք ասում էր ընդհանրական, մենք ապրել ենք մեր տունը եղել է հունական թաղամասում։ Հունական թաղամասը արդեն լճից վերև երրորդ դպրոցից երկու հատվածներում 30 փողոցը որ բարձրանում է, չէ, այդ երկու թևերի վրա եղել։ Եվ այդտեղ իսկապես որ հիմա է գնաց Ալեքսանդրապոլի ճարտարապետական կառուցվածքով եղել է տարբեր քառակուսի կվարտալների համադրությամբ, շարվածքով։ Այդ 35-ի տեղ ես գիտեի, մենք արդեն կդա, եւ բայց հասկանալի է, ուղղանկյուն կվարտալը քանի կողմ ունի, 4 չէ, ասենք թե այս Տերյան փողոցի վրայի հատվածն է, թե մտնում ես այդ կողմի երկար ավելի կվարտալի հատվածն է, իջնում ես ներքև եւ մի հատ է նորից ես գալիս արխիվային փաստաթղթով, որի վրա գիտեք ինչ կա, Գյուրջիևների ընտանիքի եւ այլ 1902 թվականին արդեն կառուցված բնակարանի մի հատվածի պրոյեկտ արու վաճառքի գծագիր, որտեղ այնպես գրած է Գյորգի Գյուրջիև, Վասիլի Գյուրջիև, Շիրաբով, Տամուպադոնը, մարդկանց անուններով ու այն փողոցը, որը 35-րդ հենց կվարտալի ուրեմն վրա պետք է լիներ, փողոցը անունը գրված Տիխայա ուլիցա։ Տիխե, հա։ Որը քարտեզով ես կդա։ Եվ այդ արդեն հատակագծային այդ գծագիրը տան պատուհանների ուրեմն շարվածքի վերաբերյալ արդեն ինձ համար որպես պատմաբան շատ հանգիստ ուսումնասիրեցի, բայց իհարկե ինչ կտա, որ 1926 թվականի երկրաշարժից երկրորդ հարգը փնտրել էր։ Բագային հատվածները, գիտեք հիմա կոնկրետ այդ տունը, որ ասում ես թե այնքան է դե խառնվել, իմիջիայլոց ասեմ դա չի կարևոր։ Երբ մենք ասում եմ երեք իմիջիայլոց մենք ես մեր գիտաժողովի շրջանակներում որ մարդիկ եկել էին, չեմ ասել ամունները, մենք ասել բարև ձեզ, ես ուզում եմ Գյուրջիևի տուն թանգարանը կառուցել։ Այդպես չի կարելի այդպես ասել, տուն թանգարանը դա լուրջ բան է եւ կարևորն է չէ տուն թանգարանը, կարևոր Գյուրջիևի հիշատակն է եւ այն միջավայրի, այն թաղը ներկայացնել, գնալ տեսնել այդ փողոց, այդ միջավայրը, որտեղ ծնվել է Գյուրջիևը։
Հետո թանգարանը այդտեղ լինի, որի մի ծրագիր ես ունեմ, հենց ձեր հարցին է պատասխանում Գյուրջիևի հոգևոր մշակութային կենտրոն, որտեղ թանգարանը քիչ է, Գյուրջիևի դաստիարակության, ուսուցողական, կրթական են համակարգը, մշակութային ավանդույթների, հաշվողական եւ այլն բարելու այդ մշակութային ժառանգությունը աշխարհում ներկայացնել է, գիտեք, այս հողն է այդ մարդունցան է, սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ ահա այս վերջի 20 տարվա ընթացքում իմ գիտական գործունեությունը եղել է, որ մի շարք գիտական հոդվածներ եմ հրատարակել, 8-րդ գիտական նստաշրջանի գիրքը կա մեր հայագիտական կենտրոնում, Լոս Անջելեսում հրատարակել Համանապատկեր ժուրնալում եւ վերջերս արդեն հրատարակված դուք երեք ակնարկեցիք ցույց տվեցիք Շիրակի պատմամշակութային հուշարձանները իմ կողմից հրատարակված գրքում 3 էպիզոդ կա։ Խնդիրը որն է եւ իմ ուղղվածությունը, որ ասացիք, որ համերգ էին եկել, Ակին բաներ, չէ՞ 50 երկրից օր առաջ Երևանում սկսվեց մեծ գիտական կոնֆերանս, ուրեմն որտեղ բազմաթիվ երկրներից եկած մարդիկ տարբեր իրենց կոնցեպտները ուրեմն ուսումնասիրություններ ներկայացրեցին։ Ինչքան էր, մի երկու շաբաթ տևեց, չէ՞։ Չէ, երեկո։ Եվ երեգել եկան, և իմ զեկուցումներ, ես հաբարտությամբ եմ տամասում, տանում եմ ես դա, որ շատերի հետ իսկապես լուրջ հակամարտության մեջ ենք, ամենը չեն ուզում այդ բանը, բայց կարողացել ենք լիարժեք առաջ գնալ Գյուրջիևի հայկական ինքնությունը։ Շատ կարևոր է, շատ շնորհակալ գործ։ Ես համար է, դա հասկանում եք, իրանց համար հեչ պետք չի, մինչև այդ իրանք ընդհանրապես չեն ներեգություն, այն նկարը կադրը կա, կխնդրեմ նորից, Ջեյմս Մորի ինքնակենսագրական գիրքը կա։ Սկսվում է 1890-ական վերջ 2000 թվականներից, 1900-ական թվականներից։ Այսինքն, երբ որ արդեն Գյուրջիևը մեծացել, կարծես թե Գյուրջիևի երիտասարդություն, մանկություն, Ալեքսանդր չի ելել։ Այս հասկան վիրավորականը սա է, հենց աղջիկ ինձ ասեց դուրս կա, ասավ ավելի դուք լուրջ գործ եք կատարում եւ այդպես էլ ասես, գիտես որ քեզ ավելի շատ ներողություն կարող է քեզ հագադրվեն, քան դասեմ ողջույն քեզ պարոն Մելիքսարյան, էս ինչ լավ բան է սարել։ Բնական է ես դրա համար չեմ անում երբեք։ Ես անում եմ իմ հոգևոր, իմ քաղաքի մշակութային, դե գիտեք ինչ կա, օրինակ թվարկեմ ինչ նշանավոր մարդիկ ենք ունեցել, շատակես շարայից բռնցրած։ Հիմա եթե կուզեք կմեկնաբանեմ ինչի գուշում շատակես շարայից։ Դե բարարաջալ դա։ Շիրակի այդ շերմեն ուրեմն շիրակացի Գրիգոր Մագիստրոս Տերտակ ճարտարապետ այս նշանավոր շարքերի մեջ մեր քաղաքի ամենանշանավոր մարդը դա Գյորգի Գյուրջիևն է։ Խոնարհում Իսահակյան, Շիրազ ուրեմն Ֆրանսիկ Մկրտչյան, Ольга Չեխովը կատը։ Ինչի մասին է խոսքը, բայց Գյուրջիևի մեծությունը համաշխարհային տարածվածություն է։ Մենք գիտես ոնց պիտի տեսնենք, անպայման այսպերգի երևացող մասում։ Աշխարհը միայն վերցրել է այսպերգի երևացող մասը։ Ասում են Գյուրջիևը տեսեք, այս գրքերն են գրել, մարդիկ հոգևոր էզոտերիզմ ուղղությունն են ուսումնասիրում 4-րդ ուղի։ Ուսումնասիրեք երկերը, ուրեմն պարային բաները, բայց այդ ամենը խոր իրենք չծնվեցին, այդ ամենը իր խորը մշակութային, այո, աղուքներն ունեն, որը Շիրակ աշխարհն է։ Իմ գործունեությունը հիմնականում դրանով է պայմանավորված եւ այդ գիտաժողովին ելույթ ունեցա, հաջորդ օրն է գիտաժողովի կազմակերպիչները ինձ խնդրեցին եւ ես մեծ հաջողով արեցի, ինչպես տեսակ համերգի ժամանակ, բայց այդ համերգից առաջ 30-40 հոգանոց խմբով մենք կատարեցինք Գյումրիում Գյուրջիևյան վայրերի այցելության մեծ ծրագիր։ Այսինքն իրանք ձեռ տվեցին այն փողոցը, այն գերեզմանը, այն տունը, հասկանում եք, սև ժամը, որ ասում են եւ 7 վեր եկեղեցու ամենափրկիչ եկեղեցու 7 վերած սեպապատկերը, որ այս գրքում ներկայացում է։ Այսինքն իրանք համոզվեցին, որ Գյուրջիևագիտության աղուքները էստեղից է գալիս։ Շատ դժվար է։ Շատերը երբեմն ասում են, դե այդ մեզ ինչ պետք է, մենք կարծում ենք իր 4-րդ ուղի ուղղվածությունը, դե ասում եմ դա ձեր խնդիրն է։ Բայց մարդը ինչ է հասել 4-րդ ուղղությունը։ Ճամփեն է կարելի։ Ինչի մասին է։ Շատակես շարայի մասին ասեմ, հիմա շատակես շարան, գիտեք ինչի է։
նշանավոր տարել, որտեղ եկել է Շիրակ աշխատարել է ուտու խմովմա։ Եթե մնար արարան դաշտավայրում, աշտարակում բանում է, ես իմով պետք է լիներ, դրա մասին ոչ է հիշեին։ Այդ շատակերությունը ոչ թե իսկապես շատ ուտելու քանակի մեջ է, այլ այն յուրահատկությունը, եթե շատ ես կերես, շատ ես ունեցել, լավ է կարողացել ես հյուրասիրել եւ այդ այն մշակութային ավանների իմիջիալոս Գյուրջիևը գիտեք իր քանինգերների հրավիրել էստեղ Ուսպեսկին կա իր աշակերտներից, իր գիրքը կա հրադարակված, վերջերս է նաև նոր թարգմանություն երևի թույլտակ Գյուրջիևի հումորային լուրջ ուրեմն մի էպիզոդ պատմեմ, ես նկարներից երևի փորձեք դնելու ուրեմն մի պետք նկարը գտնեմ երբ որ Նյու Յորք գնացի խնդրեմ իր աղջիկան տեսնելու Գյուրջիևի նման սրամիտ հումոր ամենաբարձրագույն կարգի թամադությունանող աղջիկն են ցանագույնությունները դրել մարդկանց ընդհանրական այսպես ասած զրույցի մեջ այս դերերն ուսում Իրա ձենն է ինչ է այդտեղ չէ ուրեմն իր ամենահետաքրքիր հումորային պատմությունը ֆայլը դու բանը կգուարգեք ես կդնեմ հա շատ բայց ասեմ գնացի Նյու Յորք աղջիկան տեսնելու երևույթ էր որ աղջիկը ինձ ճանաչելու հրավեր տվեց որ ես գնացի ինձ հետաքրքրեց լավ Գյուրջիևներից ով է մնացել ուր է ժառանգները իմիջիալոս լեյտենանտ Նյու Յորք լեյտենանտ Շմիդի պես ով ասեց իրեն վերագրել էր Գյուրջիևի ժահի Երևանում էր մեկը կար անունը չեմ տա որ ոչ մի կապ չուներ ուրեմն որ գնացի հետս տարա հատուկ Արագած Սարի նկարը եւ իրեն ասեցի դուշկա գիտես դուշկա հոգյակ բառով էլի որպես ինքն հայկական ասի գիտես բանը հայերով գնում են իրար հանդիպելու անպայման Արարատ Սարի նկարն են տանում բայց ես քեզ բերել եմ Արագածի նկարը եւ ասի ուզում եմ որ դու հասկանաս ինչու որտեղ քո հոր հզոր հումորի ուրեմն մի էպիզոդ է Եվ 16 թվականին իր տունը հրավիրել, որ քիչ առաջ ասեցի, այս իր ընկերոջը Ուսպեսկու։ Եվ Ուսպեսկու գրվածի հիմա բանն ես ներկայացնում։ Ահա, նայ, այդ իմ նկարն է, աղջիկը դուշկա հովորդ։ Նյու Յորքի իր տանը, եւ այստեղ էլ տեսեք, իր տանը նստած Արագածի նկարն է։ Ասի քուհարը շատ սրամի կադագասել է Գյումրով այդ ամբողջ կոլորիդային բանը մարդու մեջ է սեղանապետ ասող խոսող հումորային բան ասի բանը այդ Ուսպեսկին երբ որ եկել Ուսպեսկին ինքն կրում ասում է մի գեղեցիկ արևոտ օր ասում ես Գյուրջիևն եկավ իմ ցեն տվեց թե լսի ինչ կանած մնացել ես բայց օր է արի քեզ Բարձրանակ մեր կդուրը, կամ այնտեղ ինքը ասում գերեզմանների բների վրա որ կար, դու քեզ ցույց տամ Արարատ բիբլիական սարը։ Հա։ Ուրեմն պատկեր ես հայ հասկացել եմ, Պուշկինի օրն է։ Այո։ Շիրակ աշխարհից, Լեննականից Արարատ սար չի եղել։ Հա։ Չի եղել եղբայր։ Ինչ է արել, որպեսզի շատ ծախս տեսնի Գյուրջիևը, նստի ներտան հասնեն Էջմիածին, արտան դաշտավայր, սիրուն քերեսիկ Արագած սարը ցույց է տվել եւ այս մարդն հավատացել է իր կերքի մեջ գրել է որ ես այդ օրը իմ Ալեքսանդրապոլում Հայաստանում գտնելու վեճուրը ամենակեղեցիկ տաղավարությունին զրա թողեց բիբլիական Արարատ։ Տիպիկ Պուշկինի պատմություն է, չէ՞։ Ես այդ դրա համար ասեցի դուշկա ջան քեզ մեր լավ նկարիչներից մեկի Վարդպարոնյանի Արագածի ում նկարն են բերել, ասա դա հենց Գյուրջիևի ոգին է։ Եվ այսպես ամենավերջին կարևոր բանը ասեմ, այսքան տարիների նյութերը հավաքելուց հետո իմիջիալոս տեսեք գիտաժողովին բերեցի նյութ ուրեմն 25 թվականի արդեն հավաքած աշխարհում եք տարածված է տեսեք իրան նկարով ես մի լուրջ բան եմ ձեռնարկել եւ խոստանում եմ մեր լսողներին, ունկնդիրներին, մեր համակարգացիներին մյուս տարի կհրադարագեմ մի նոր գիրք Գյուրջիևը եւ Հայաստանը։ Շատ
որը լուրջ է իր այս գրքի ամբողջ էպիզոդներով, պատմություններով, իր շրջագայություններով, ծնողների կամ այն ինչ որ կամ այս քաղաքի իրանից ինչ է ներկայացնում, որ Գյուրջևին Գյուրջև է դարձրել։ Այս լուրջ Ես ճիշտ չի կուզեի որ այս հաղորդումը մենք անենք ուրիշ լեզվով, որ այնց այդ որ ասենք մենակ հայերը չիմանային էլի որ սա, բայց ոչինչ։ Ուրեմն ես տիրապետում եմ եւ ռուսերեն լեզվին, հա, եւ տիրապետում եմ անգլերեն լեզվին։ երկուսն էլ դեն։ Խնդրեմ, եւ իհարկե ամենաերցել հարցը ինձ հուշում է, որ այդ գիրքը պիտի կարողանամ ուրեմն գրելուց հետո թարգմանել եւ հայերեն եւ ռուսերեն, որովհետեւ այն ասածս բառը մեր հոգեվոր մշակութային ժառանգության հանդրաժողովը շատ կարևոր լինի, որովհետեւ այդպես օրինակ առաջի էպիզոդում իմ հուշարձանների մասին քիչ որ կա, չէ։ Հիմա տեսեք, Երևանյան մեր գոլեգանգերները, տուրիստականները Շիրակ աշխարհի հզորագույն մշակութային ժառանգության, որ աշխարհին կարող ենք ներկայանալ, թե ինչպիսի երկրորդ, չորրորդ հազարամյակի բնակավայրեր եւ քաղաքակրթություն ունենք, միայն բերում են 7 վերք, Վարեմարեմ, դա հասկանալու է ամենափրկիչ Ֆրանսիացուն 17 տարի եկեղեցով չես զարմացնի, կամ են մեկերին, հասկանում ես պիտի զարմացնես, թե արի հորոն գյուղի մոտ կա 4 հազարամյակի մեծ փողոցներով, տներով, 4 հեկտարանոց քաղաք, հիմա եմ ասում ձեզ մի օր ժամանակ ունեցակ Բանդիվան գյուղում Ամասիայի, գտնվում է աշխարհի առաջի մեր կողմից ստեղծված Շիրակ աշխարհի հեռահաղորդակցության միջոցը, հիմա չեմ բացահայտի, որպեսզի սպասեք զարմանալ։ Ես խոսք կտամ դիգան պայման մենք բանկենենք, այդ ձեր սազի կապակցության բանն են, եզրափակիչ, այս վերջերս միամ լավ վարպետ կացերի քանդակ կենե, գերեզմանակարեր, խաչքարներ, ռախպավը կարող է իմանալ։ Ու մոդս հուկան Ֆրանսիայի, չիդեմ, ուրդից, բանից, հուկան կնային գործերից, իքսը զարմանանգը, իքսը ես է իրանց վրա զարմանամ, չի զարմանանցի, ինչը մեր որ զարմանան են, բայց մենք, այսինքն պես բաբի էներիկի գիտես որն է, մեր մեծությունը են է, որ մենք կարողանանք ինչ որ մեզ, հիմա գիտեք, մեր Շիրակ աշխարհի մշակութային ժառանգությունը մի անուն ունի, անիականություն։ Մենք միայն Շիրակն է, Շիրակ աշխարհի ժողովուրդն է, անի քաղաքի մշակութային այդ մեծ հզոր քաղաքակրթության ժառանգորդը, սա քննություն է, սրան պետք է դիմանալ։ Իսկ դիմանում ես ինչով, ինչ որ դու ստացել ես, այդ կարողանաս աշխարհին ներկայացնել։ Եթե թույլ կտաք, ես կուզեմ այս նստած անընդհատ ձերեն գլխի վերևի գրածը գնայեմ, այդ բանով եզրափակենք հաղորդում։ Եթե խանգարում եմ ելնեմ։ Չէ, ես պես։ Բայց ես գիտես ինչ է։ Ասեմ ես հիմի կուզեմ մոդենամ նոր պատմեք, այն նայեք ժողովուրդ ինչ է գրած ես կան։ Այս Գյուրջևի, այսպես է տարածած քրագանության մեջ, բայց ասի չէ ինքը լրիվ հայկական հունատավան հայկական ցանկում ունի, բայց մոնական կողմից տադիգի իրեն տրված դաստիարակչական կտակն է։ Տեսեք ինչ ասում, կյանքում երբեք մի արա այնպես, ինչպես ուրիշներն են անում։ Այնապես ոչինչ մի արա։ Այսօր դի պաուզա դասել ինչ խելացի բան ասում։ Եվ շարունակում է կամ արա մի բան, որ ոչ մեկը չի արել։ Գյուրջևն այդպես արել եւ արարել ու ապրել։ Իր տադիգի հայկական Գյումրիում մեծացած ծնված դաստիարակված իր նախնիների թողած ժառանգությամբ։ Սա է Գյուրջևի մեծությունը։ Ձեզնից էլ շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք սկան ժամանակ տրամադրիք ու շատ մեծ հույսով եմ, որ մենք իրար հետ հələ շատ բան ունենք ենելու են, ինձ գիտվար, մեծ հաջողով ասեցի։ Ես իմ լումայից չափով ինչ որ կրնամ։ Մեր մշակութային ժառանգությունը աշխարհին ներկայացնելն է։ Մեր այն բարձանքը, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել, գիտեք, սա չի կարելի թույլ տալ, որ կտրվի, ինչպես օրինակ ասենք, թե իմ գործը ինչ եղավ, Գյուրջևի այդ ամբողջ պատմության ժառանգության թելը պիտի կտրվեր,
կարողացանք թույլ չտալ բերեն եւ այսօր այդ Մոհամեդ կանրայնացնենք ու լավ էլ Այդ կամ մարդու եկել է հենց այն աշխատանքի հետևանքով եթե Գյուրջևի տունը հոր գերեզմանը այս ամենը չգտնվեր իրան ինքն քանի Գյուրջևյան կոնֆերանսներ կիդաժողն աշխարհում հասկացում բայց այստեղ այդ էներգետիկան այս մարդիկ տեսան այդ տարել է ես իրանց ամենափրկիչ եկեղեցու շինարարության խորիմաստությունը մի շատ կարևոր բանով բնութագրեցի ասի անիմաշտաճարի կառուցումը որ դատարկ ճարտարապետն են կառուցել ավիրված ճարտարապետության անիմաշտաճարի գաղափարը մտահղում են միայն Ալեքսանդրոպոլցիները որ վերակերտեն վերացնեն մաշտաճարը երկրաշարժը կորզանեց մենք նորից գյումրեցիներս լեզվեցինք վերակերտելու սուրբ երրորդություն է սա երրորդության խորհուրդ կա ամենափրկչի կառուցման վերակառուցման վերակերտման մեջ այ մենք այդ մշակութային հոգևոր արժեք կրող մարդ ենք Շատ շնորհակալություն